İlkini geçtiğimiz sene düzenlemiştik. Burada bulunan yerli ve yabancı basın mensuplarına Երեք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, ինչպես նաև հունիսի սկզբին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների։ Ֆիդանը պնդել է, որ միջանցքի ծրագիրը կյանքի է կոչվում այնպես, ինչպես դա ցանկանում է Ադրբեջանը։ Թուրք պաշտոնյան ծրագրին անդրադարձել է նաև ավելի լայն ռազմավարական համատեքստում, ընդգծելով դրա կարևորությունը Թուրքիայի համար։ Սա կարևոր է տարածաշրջանային համատեքստում, մասնավորապես ցամաքային ուղով Նախիջևանին միավորում Ադրբեջանին, իհարկե նաև միջին միջանցքը, որը թույլ է տալիս այս երթուղով ուղղակի կապ հաստատել թուրքական աշխարհի հետ եւ հասնել կենտրոնական Ասիա։ Սրանք բոլորն էլ շահութաբեր ուղղություններ են։ Այս առումով ակտիվ աշխատանք է իրականացվում։ Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ԱՄՆ-ում էր, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը նրանք անվանում են TRIP, իսկ մենք Զանգեզուրի միջանցք։ Այն վերաբերում է նրան, թե ինչպես ենք այն իրագործելու։ Այժմ դրա հետ կապված կան որոշ տեխնիկական հարցեր։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք այդ փաստաթուղթը։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Այս հարցում կարևորելով հատկապես երեք երկրների քաղաքական առաջնորդների ցուցաբերած քաղաքական կամքը։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք ընտրություններին, Ֆիդանը մասնավորապես նշել է. 2026-ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանը առաջատար է։ Այս հարցում աջակցում ենք նրա կառուցողական դերակատարությանը։ Անհրաժեշտ է, որ այդ գիծը այս կամքը շարունակվի։ Օրագիր Նյուզի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նկատում է, որ Թուրքիան միայն հայտարարություններով կարող է Փաշինյանին աջակցել, չբացառելով, որ հայտարարությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Նախ Թուրքիան աջակցելու լծակներ ունի։ Լավագույն դեպքում միայն հայտարարությամբ, բայց դա դեռ հարց է կողքի Փաշինյանին թե վնաս կտա հաշվի առնելով մեր հանրության կողմից Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը։ Այն որ Թուրքիայում ուզում են որ Փաշինյանը մնա իշխանության, սա ակնհայտ է, որովհետև այդ տարիներին բավական լավ հարաբերություններ են ձևավորվել, եղնոցը Փաշինյանի այցը, Թուրքիա ինչ-որ հարցերում փոքրիկ տեղաշարժեր կան։ Քաղաքագետի գնահատմամբ Ֆիդանի հայտարարությունները Հայաստանի ներքին գործերի միջամտություն չեն համարվում, ինչպես նաև դրանք բացահայտ աջակցություն չեն Նիկոլ Փաշինյանին։ Վարդանյանը ընդգծում է, Թուրքիան տեսնում է Փաշինյանի քաղաքական կուրսի շարունակականությունը, իսկ ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում հարաբերությունների ապագան անորոշ է։ Վերջին տարիներին, այսպես ասեմ, որոշակի լավ հարաբերություններ են ձևավորվել։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որոշակի տեղաշարժեր կան եւ բնականաբար Թուրքիան այո կուզեր որ Փաշինյանը մնա իշխանության, այն դեպքում երբ հայտնի չէ թե ընդդիմության հնարավոր հաղթանակից հետո ինչպիսի հարաբերություններ կլինեն Թուրքիայի հետ, ինչպես կառուցեն այդ հարաբերությունները, Փաշինյանի դեպքում արդեն իրենք տեսնում են ինչ քաղաքականություն է վարում։ Բայց ես էլի եմ պնդում, եմ նշում, որ դա Հայաստանի ներքին գործերի խառնվելու ինչ-որ մի ակտ գործողություն չէր կամ քայլ չէր։ Արմեն Վարդանյանը նշեց նաև, որ Ֆիդանի կողմից հիշատակված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն առավելապես քարոզչական ենթատեքստ ունի, քանի որ այն չի լինելու այն միջանցքը, որը տարիներ շարունակ ցանկանում էին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իրանք սկզբնական ձևով ուրիշ ձև էին ուզում, ուրիշ ձև էին պատկերացնում կամ ուզում, ավելի ճիշտ։ Եկեք ուզում որ միջանցքը հայկական կողմը չվերահսկի, անարգել այսպես ասեմ Հայաստանի տարածքում մուտքը երկան են ադրբեջանական եւ թուրքական բեռնատարները, բեռները տեղափոխվեն, իսկ Հայաստանը չլինի վերահսկողը։ Ինչպես գիտենք, նոյեմբերի 9-ի համաձայնագրում նախատեսված էր, որ ռուսական FSB-ի ուժերը տեղակայվեն այստեղ, ինչը սակայն տեղի չունեցավ։ Արմեն Վարդանյանը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայաստանը լիարժեք վերահսկելու է իր տարածքով անցնող ճանապարհները, կարող է ստուգել բեռնատարները, տրամադրել մուտքի եւ ելքի թույլտվություններ, ինչպես դա տեղի ունենում ինքնիշխան պետություններում։ Նա շեշտեց նաեւ, որ ներկայիս կարգավորումը թույլ է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան կապվեն իր համար անհրաժեշտ ուղղություններով, սակայն դա այլևս չի համապատասխանում նրանց նախնական մտադրություններին։ Այժմ այս TRIP-ի նախագծով այդպես չի, Հայաստանը լիարժեք իր տարածքում կարող է անել այն, ինչ ուզում է, կարող է ստուգել, նույնիսկ այդ մուտքի եւ ելքի թույլտվություն տալ եւ այլն եւ այլն, այնպես ինչպես որ արվում է մյուս բոլոր այդ բեռնատարների նկատմամբ։ Այնպես որ դա իրենց տարբերակություն չի նախնական, բայց որ որոշակիորեն այլևս հնարավորություն են ստանում իրենք Հայաստանի տարածքով կապնվել Ադրբեջանը կապնվել Թուրքիայի հետ, սա այո, այդ մասով իրենց ուզածն է։ Այդքան բան, բայց ոչ նախնական տեսքով, որ իրենք ցանկանում են։ Արմեն Վարդանյանը հավելում է, նախկինում Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանի հետ բանակցելու ոչինչ չունի, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։